Խորհրդարանական հայտարարությունների ժամի հնարավորությունից այս անգամ օգտվեց ընդամենը 5 պատգամավոր։ Հովիկ Աղազարյանը խոսեց ավտոներկրողների շուկայում առկա խնդիրների մասին, ձևակերպեց, թե քննչական կոմիտեի ու ՊԵԿ նախկին նախագահները մեկնաբանել են օրենքը եւ իրենց հայեցողությամբ այն կիրառել, արդյունքում ըստ անկախ պատգամավորի ոլորտը կործանվեց Հայաստանում, իսկ պետական բյուջեն ուղիղ մուտքերով չստացավ $400 միլիոն։ Այս օրինակը հիմք ընդունելով Աղազարյանը ասաց, վտանգ է սպառնում նաեւ խաղաղագործության շուկային։ Հիմա մենք հետևողականներին ուզում ենք խաղաղագործություն եւ կոնյակագործությունը ոչնչացնենք։ Այն ինչ որ տեղի ունի մեսո Վրաստանում, որ մեքենաները արդեն կան, մեքենաները որ 45 օրը կանգնած են արդեն այդ վիճակում, եւ ես ամենակիչը մեկ գործարան գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի, չի կարողանում աշխատացնել, վճարել աշխատավարձներ եւ այլ, եւ սա շատ վտանգավոր իրողություն է։ Իշխանական պատգամավոր Բագրատյանն էլ մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու իր տարբերակն է առաջարկում։ Մասնավորապես կարծում է, որ որոշ նախարարություններ կարելի է տանել մարզկենտրոններ։ Օրինակ է բերում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայք, ֆինանսների նախարարությունը Արագածոտն, պաշտպանության նախարարությունը Սյունիք։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը Տավուշում կարող է տեղաբաշխել, առողջապահության նախարարությունը Լոռիում եւ դրանք կաշխուժացնի ողջ հանրապետության տնտեսական կյանքը։ Բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ակադեմիական քաղաք տեղափոխվել, առևտրի կենտրոնները քաղաքից դուրս անպայման տեղաբաշխել։ Պատիվ ունեմից Տիգրան Աբրամյանն էլ անդրադարձավ գումարով բանակից ազատվելուն վերաբերող նախագծին։ Գումարային փոխհատուցում սահմանելը ըստ ընդդիմադիր պատգամավորի դուրս է ցանկացած տրամաբանական մոտեցումից։ Սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումներ, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարական կյանքում տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները։ Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները կարևոր են եղել բանակի արդիականացման եւ մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից, ասում է պատգամավորը, բայց կարծում է, որ բանակի հիմնարար խնդիրները բացառապես սոցիալական տեսանկյունից դիտարկելը փակուղի գնացող ճանապարհ է։ Բանակը փորձադաշտ չէ։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։